Սիրելի քրիստոնյա ազգ, այն ընտանիքները, այն մարդիկ, ովքեր իրենց Քրիստոսին են համարում, թող ուշադիր լսեն։ Երեկ Մայրաթորում տեղի ունեցավ մի բարբարոսական հարձակում, որտեղ իսկապես հայերը պաշտպանեցին մեր մայր եկեղեցին, որտեղ Քրիստոս էր իջել։ Տեսեք պայքարը որտեղ է տեղափոխել այս հրեշը։ Քրիստոս է իջել։ Սրա գիրքը կարդացեք, ամբողջությամբ այլասերվածություն է, բայց այլասերվածը խոսում է սրբությունից։ Ասենք մեղա Աստուծո։ Սրա ամբողջ արարը հայի հայրենիքի հայկականության դեմ է։ Մեր ամբողջ սրբությունները դարավոր հանձնեց Թուրքին, եւ այսօր այս մարդը խոսում է սրբությունից։ Բայց ինչու համար հենց եղավ դա երեք, որովհետեւ երեք Ադրբեջանից բենզին էր գալիս Հայաստան, ասինքն որպեսի ազգային այդ ցասումը ինքը մեղմի, ինչ արեց։ Նա կազմակերպեց հարձակում Մայրաթորի վրա։ Եվ ամբողջ ազգի ուշադրությունը բնականաբար մեր հոգևոր օրանի վրա էր։ Հիմա տեսեք 90-ականներին ինչ եղավ, երբ որ Արցախյան շարժումը եղավ, թուրքը մեր գազներ կտրեց, վարելիքներ կտրեց։ Հիմա սա ինչ է անում։ Մեզ տուպիկի առաջ է կանգնացնում, լավ իմացեք, սա հոգևոր պատերազմ է եւ հոգի չունեցող սատանայի ճուտն է այսօր երկիրս ղեկավարում։ Հիմա սա քիչ-քիչ փորձում է Ռուսաստանից կտրել, Ադրբեջանից բերել եւ մի օր էլ հակամարտություն եւ ամեն ինչ կկտրվի, ազգը կհայտնվի խոր խավարի մեջ։ Ուրեմն աղոթենք, պայքարենք, ամեն մի խոսքից մեջ պիտի դա ասեմ, ապաշխարենք, որովհետև այն ամենը ինչ այսօր տեղի է ունենում, ինչպես Սաղմոսն է ասում, այս ամենը եկա մեր գլխին մեր մեղքերի պատճառով։ Ուրեմն եկեք ապաշխարենք, նայեք, եթե մենք մարդ հակառակ կարդանք, կդառնա դրամ, նյութը կդառնա թույն։ Մենք այդ նյութական ֆինանսական վիճակից դուրս գանք, մոտենանք Տիրոջը, որպեսզի Տերը ողորմած գտնվի մեր ազգի հանդեպ։ Նայում ենք Աստվածաշնչի թագավորած գրքերը, երբ ազգը մեղք է գործում, Աստված բերում էր մի ամբարտավան թագավոր եւ այս ազգին կեղեքում էր, 4 կողմից թշնամիներով էր պատում, շրջապատում եւ մարդկանց կեղեքում էին, թալանում էին, սպանում էին։ Ուրեմն երբ ազգը ապաշխարում էր, հենց Աստված հզոր մի թագավոր էր բերում, նստացնում գահին եւ սահմաններն էր մեծացնում Հրեաստանին։ Ուրեմն այսօր մենք ապաշխարենք, որպեսզի Աստված օգնի մեզ վերականգնելու մեր պատմական օրանը։ Թող Աստված մեր ազգին իմաստություն տա, թող Աստված մեր ազգին օգնի, թող Աստված պահապան լինի մեր ազգին եւ մենք իրապես կարողանանք այս հրեշից ազատվելով, որին իհարկե գիտենք, թե ահաբազմից ասել եմ, թե ինչ ճանապարհով նա դժոխքի հատակը կհասնի։ Հզոր մի արքա ուղարկի եւ մեր հայրենի օրանը ծաղկի, զորանա։ Քրիստոսի խաղաղությունը, սերը ձեզ հետ, ամեն։